Բնականաբար երկրում կան շատ խնդիրներ, բայց չգիտես ինչու ինչ-որ դերակատարներ որոշել են կենտրոնական իշխանության հետ չհամագործակցել։ Սա պարզապես քաղաքական գզվորտոց է եւ որևէ մեկը այսպես չի կարողանում հստակ կողմնորոշվել։ Ես կարծում եմ, որ քաղաքացիներն նախ եւ առաջ պետք է առաջնորդվեն քաղաքական ուժերի ծրագրերով, քաղաքական ուժերի առաջնորդների դերակատարությամբ, երբեմն էլ հայերենի իմացությամբ։ Սպառնալիքների բովանդակությամբ ենք մենք տեսնում ինչ-որ գրառումներ, կա մեծ թվով կեղծ տեղեկատվություն եւ ցավոք սրտի սա ինչ-որ կերպ նյարդայնացնող է։ Արդյոք նույն Եվրամիության փորձագետների ներգրավվածությունը մեր ընտրական գործընթացների կազմակերպման հարցում նույն դրսի ներգործության ազդեցության հետ չի ասոցացվում։ Մարիա Զախարովան խոստացավ, որ պատրաստ են օգնելու Հայաստանին դիմակայելու ապատեղեկատվական արշավների դեմ, մենք դեռ սպասում ենք։ Կարծես թե միշտ կարիք կա խոսելու այն մասին, թե ինչ է արվել։ Կարևորն այն է, որ այս տարիների ընթացքում կատարված աշխատանքը ներկայացնում ենք պարզերես։ Տնտեսական ծրագրերը, կրթական ծրագրերը եւ նաեւ ինչու ոչ միջազգային այսպես հարաբերությունները։ Կարևոր է բալանսավորված քաղաքականություն վարել, իսկ դրա համար ինչ է պետք, պետք է ինքնիշխան երկիր, որին էլ մենք ձգտում ենք։ Իսկ ակնկալիքը մեկն է՝ խաղաղությունը։ Հայաստանը կարևոր քաղաքական գործընթացի նախաշեմին է հունիսի 7-ին հանրապետությունում ընթանալու են համապետական ընտրությունները։ Ինչ է փոխվել վերջին տարիներին եւ ինչ տեսլականով է քաղաքացիական պայմանագիրը մասնակցում 2026 թվականի համապետական ընտրություններին թեման այսօր մեր ուշադրության կենտրոնում է հնարավորությունների սահմանում։ Բարև ձեզ։ Տաղավարում իմ հյուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եւ պատգամավորի տեխնացու Նազելի Բաղդասարյանն է։ Բարև ձեզ, Տիկին Բաղդասարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Բաղդասարյան, հանրապետությունում եւ նաեւ մասնավորապես Շիրակի մարզում, Գյումրիում նախընտրական քարոզարշավը ակտիվ ընթանում է։ Նախ ինչպես է ընթանում, ինչպես կգնահատեք այս պահի դրությամբ այսպես ակտիվությունը եւ ձեր շանսերը։ Կարծում եմ, որ նախընտրական այս նախորդող մի քանի օրը արդեն իսկ կանխորոշել են, թե մարդիկ ինչ տրամադրվածություն ունեն եւ ամենակարևորը քաղաքական ուժերը ինչպիսի հնարավորություններ ունեն մարդկանց հետ շփումների։ Ես իհարկե խոսելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասով, ասեմ, որ ակտիվ շփումներ ունեցել ենք ինչպես մարզերում, այդպես էլ Երևանում եւ արդեն իսկ մեր շփումների ընթացքում զգացվում է ժողովրդի տրամադրությունը։ Իհարկե անմիջական կապը ժողովրդի հետ եղել է նաեւ նախորդող 5 եւ ավելի 8 տարիների ընթացքում, բայց այս առաջիկա ընտրություններից պարզ է թե մարդիկ ինչ ակնկալիք ունեն, իսկ ակնկալիքը մեկն է՝ խաղաղությունը։ Ու մեր կարգախոսն էլ ակնկալիքներին համահունչ այդպիսին է՝ տեր կանգնիր խաղաղությանը։ Մինչ ավելի մանրամասն կխոսենք առաջիկա անելիքների եւ ձեր տեսլականի մասին, մի փոքր արձանագրենք արվածի մասին, այն կարևոր շեշտադրումները, որոնք կուզենաք առանձնացնել, որոնք են եւ ներկայիս ապատեղեկատվության ֆոնին մշտապես միմյանց սևացնելու այսպես տրամադրությունների ներքո, կարծես թե միշտ կարիք կա խոսելու այն մասին, թե ինչ է արվել, ինչ է արվել դրա մասին մի փոքր շեշտենք։ Կարևորն այն է, որ այս տարիների ընթացքում կատարված աշխատանքը ներկայացնում ենք պարզերես։ Եթե մենք 2021 թվականին խոստացել էինք ունենալ մանկապարտեզներ, դպրոցներ, 500 մանկապարտեզ եւ 300 դպրոց, այս նախընտրական ծրագրում այդ խոստումները շարունակություն է ունենում։ Եթե մենք խոստացել ենք կառուցել ճանապարհները, ապա ամենաակներևը Հյուսիս-հարավից Երևանի Գյումրի ընկած հատվածը տեսնում եք, թե մարդիկ ինչքան կարճ եւ արագ ժամանակահատվածում գալիս եւ հասնում են։ Եթե մենք խոստացել ենք, որ բանակի փոփոխությունները եւ ընդհանուր տեսլականը փոփոխվելու է, ապա դրա ականատեսը դուք եւ մեր հեռուստադիտողը կլինի մայիսի 28-ին։ Եթե մենք խոստացել ենք, որ բժշկական ապահովագրությունը տեղի ունենալու է եւ բժշկությունը, առողջապահությունը պետք է հասանելի դառնա յուրաքանչյուր քաղաքացու համար, որպեսզի որևէ քաղաքացի միայն այն պատճառով, որ գումար չունենա մնա հիվանդանոցի դռներում, մենք դա իրականացրել ենք։ Եվ ամենակարևորը, երբ որ մենք խոստացել ենք խաղաղություն, այդ խաղաղությունը կա եւ ավելի քան 2 տարի Հայաստան, Ադրբեջան հրաձգությունից մենք չունենք զոհ, մենք չունենք վիրավոր եւ սա խաղաղությունն է, որին պետք է քաղաքացին տեր կանգնի։
Քաղաքացին եւ առհասարակ երիտասարդները, տարեցները բոլորը պետության հիմքն են, այո, իսկ ինչ պետք է, այսպես, ինչ է խոստանում քաղաքացիական պայմանագիրը, որպեսզի պետությունը շարունակի ձեր նշած խաղաղությունը պահպանել եւ դրան զուգահեռ որքանով են այդ համատեքստում կարևորվում տնտեսական ծրագրերը, կրթական ծրագրերը եւ նաեւ ինչու ոչ միջազգային, այսպես հարաբերությունները։ Յուրաքանչյուր պարագայում ամենակարևորն այն է, որ քաղաքացու ձայնը լսելի լինի։ Իսկ ժողովրդավարությունը մեր կուսակցության հիմնարար արժեքներից է։ Այսինքն ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե հանգամանքների բերում է, այլ դա ռազմավարություն է մեզ համար։ Եվ այդ ներքին ժողովրդավարությունը մենք կարողացել ենք ցուցադրել նաև նախորդող շրջանում, այդ թվում կուսակցության ցուցակների ձևավորմանը։ Եթե ես հարց ուղղեմ, վստահաբար չեք գտնի պատասխանը, թե էլ որ կուսակցության ցուցակների ձևավորումն է եղել այդպես մասնակցային, թափանցիկ եւ ուղիղ եթերում չեք գտնի։ Այսինքն ժողովրդավարությունը էությունների հիմքն է եւ ժողովրդավարությունը, որ օգնում է, որ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը լսելի լինի եւ որոշումների կայացման հարցում ունենա դերակատարություն։ Ժողովրդավարությունն է այն առանցքը, որը այսօր թիրախավորվում է այդ թվում նաև օտար դերակատարումների կողմից, դերակատարում ունեցող մարդկանց, որոնք նաև արտաքին միջամտության, ապա տեղեկատվության միջոցով փորձում են խաթարել հանրային վստահությունը։ Դուք ճիշտ նկատեցիք, որ ամեն ինչի հենքում պետք է լինի տնտեսությունը, կրթությունը, ինչու՞ չէ նաև միջազգային դիվանագիտությունը։ Սա է պատճառը, որ Հայաստանը արդեն տևական ժամանակ բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն է վարում, ինչպես հարևան երկրների, այդպես էլ տարբեր միջազգային խոշոր դերակատարողների կողմից եւ վերջերս իհարկե բոլորս ականատես եղանք, թե ինչպես մեծամասշտաբ միջոցառումներից մեկը անցկացվեց Երևանում, մենք տեսնում ենք, թե ինչպիսի բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններ ունենք, բոլորին կարծում եմ պարզ կերպով երևացել է, թե նախորդող ժամանակահատվածում երկրի վարչապետը ինչպիսի ընդունելությունների է արժանացել ամենատարբեր երկրներում, Չինաստանից մինչև Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Ֆրանսիա, եւ այսպես շարունակ, այսինքն կարևոր է բալանսավորված քաղաքականություն վարել, իսկ դրա համար ինչ է պետք է ինքնիշխան երկիր, որին էլ մենք ձգտում ենք։ Այս գիտակցումը ունենալու համար ես կարծում եմ, որ հենքում պետք է մենք դնենք կրթությունը, որովհետև երբ որ ունենք կրթված երիտասարդ, մենք կունենանք կրթված քաղաքացի եւ այդ կրթվածությունը բերելու է իրավագիտակցության, որ եթե մարդը սեփական իրավունքներին, սեփական պահանջներին հետևողական է, ապա կունենա ինքնիշխան, անկախ, հզոր, կայուն Հայաստան, ինչն էլ մենք այսօր ունենք եւ պետք է պահենք ամեն կերպ։ Դուք քաղաքացիներին հորդորում եք տեր կանգնեն խաղաղությանը եւ ամենօրյա շփումները այս ընթացքում ինչ են ցույց տալիս խաղաղ երկրում էլ ինչպիսի խնդիրներ ունեն մեր քաղաքացիները, եկեք մասնավորեցնենք Գյումրու մասով, ինչ ակնկալիքներ ունեն ձեզնից ընտրողները։ Բնականաբար երկրում կան շատ խնդիրներ եւ պետք է կույր լինել, որ չտեսնես։ Ցավով պետք է արձանագրեմ, որ Գյումրիում այդ խնդիրների սպեկտրը ավելի խորանում է։ Տեսեք, երբ որ գալիս եմ Գյումրի եւ տեսնում եմ, թե ինչ վիճակում է քաղաքը, քաղաքի փողոցները, քաղաք, որը շնչող էր, քաղաք, որի զարկերակը երևացող էր, բայց ինչ եղավ, նախորդ տարվա ընտրություններից հետո կարծես թե ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Եվ այն պայմանավորվածությունները, որ կային, հոդս ցնդեցին, այն մոտեցումները, որ կային, կրկին չեղարկվեցին, ինչի զուտ քաղաքական ամբիցիաների համար։ Դուք գիտեք, որ ամբողջ Հայաստանում սուբվենցիոն ծրագրերով բազմապիսի փողոցներ, պուրակներ, շատրվաններ են բարեկարգվում, բայց չգիտես ինչու ինչ որ դերակատարներ որոշել են կենտրոնական իշխանության հետ չհամագործակցել կամ համագործակցել իրենց ուզածի չափով։ Վերջերս հերքեցին այդ փաստը։ Ամեն դեպքում իրենք իրենց գործողությունները շատ հաճախ համաձայնեցնում են, ես հիշում եմ մեկ հստակ հայտարարություն, որ համաձայնեցրել էին եւ տեղեկացել էին տեղակայված այլ երկրի ներկայացուցիչների հետ, ինչը երևի թե զարմանք է առաջացնում։ Ես հասկանում եմ, որպես կոմունիստական կուսակցության ջատագովներ իրենք այլ կերպ են պատկերացնում պետությունը, բայց պետք չէ մեր քաղաքացու իրավունքները ոտնահարել։ Ինչու է, երբ որ Գյումրի դուրս ես գալիս, արդեն մայրուղում հստակ փողոցներ են, հստակ ճանապարհ է սարքած։ Ինչու է հարակից համայնքներում մենք ունենք ավելի բարվոք վիճակ։ Պատճառն այն է, որ անձնական քինախնդրությունը դարձել է իրենց համար ցուցիչ, ինչքան էլ իրենք փորձեն հերքել։
Առնվազն ես տիրապետում եմ այն թվերին եւ սուբվենցիաների այն քանակներին, որը ունեցել ենք նախորդող շրջանում։ Եվ սա չի բխում որևէ մեկի շահից։ Սա ի վնաս գյումրեցու է։ Եվ սա պետք է պարզ գիտակցել։ Որն է մեր առաջարկած մոդելը։ Մեր առաջարկած մոդելը, որ համայնքները պետք է համաչափ զարգանան։ Պարզ է, որ համայնքային բյուջեով անհնար է շատ բան անել, բայց եթե համայնքային բյուջեն էլ նպատակային ծախսվի, այդպես չի լինի։ Մինչդեռ մենք տեսնում ենք գումարների նաև փոշիացում։ Ես չեմ հիշում դեպք, որ գյումրեցիների կողմից բարձրացված հարց լինի, խնդիր լինի, եւ համայնքային իշխանությունները հետեւողական լինեն, որ դա հասնի կենտրոնական իշխանությանը։ Իսկ մենք այսօր ունենք շատ վատթար տրանսպորտ, նախորդող օրերին քարոզարշավի շրջանակում եղել եմ Գյումրիում, եղել եմ բուլվարային թաղամասում, ուր քաղաքացիները բողոքում էին, որ բուլվարային թաղամասում տրանսպորտ չկա։ Մինչդեռ ես հիշեցնեմ, որ քաղաքացիական պայմանագիրը իր նախընտրական ծրագրում ստանձնել էր պարտավորություն։ Ավաղ մենք այսօր իշխանություն չենք, իսկ գործող իշխանությունները եւ նրանց մունետիկները զբաղված են անգործությամբ։ Ինչու՞։ Որտեղ իրենք կարծում են, որ համայնքային իշխանությունը միայն աթոռակռվի մասին է։ Սա է նաեւ պատճառը, որ Գյումրու ավագանու գործող իշխանական թևը, հա, մի քանի կուսակցություններ միացած իրար, մի կուսակցությամբ ընտրվել են քաղաքային իշխանություն, մեկ այլ կուսակցությամբ հիմա առաջադրվում են։ Ես այնքան շուտ եմ փոխում իրեն կուսակցությունները, որ ես չեմ հասցնում հետևել։ Լիահույս եմ, որ այդ տեխնացուները գոնե մինչև ընտրաշավի վերջ կմնան որևէ քաղաքական ուժի թիկունքում։ Ես ուզում եմ հասկանալ, որ ես ուզում եմ մարդիկ հասկանան, որ քաղաքական շահից բարձր կա համայնքի շահ, կա պետության շահ։ Եվ երբ որ այս գիտակցումը լինի մարդկանց մոտ, անկախ դրանից թե ինչ քաղաքական ուժ են ներկայացնում իրենք, մենք կունենանք ավելի հստակ ձևավորված հասարակություն եւ կունենանք այն կայունությունը, որի անհրաժեշտությունը կա մասնավորապես Գյումրիում։ Ինչքան էլ կենտրոնական իշխանությունները փորձեն պետական բյուջեով ծրագրեր իրականացնեն, գիտեք, խոստացել էին նախընտրական շրջանում, որ Շիրակացի փողոցը բարենորոգվելու է եւ աշխատանքները մեկնարկել էին։ Վզեբի մեծ ծրագիր կա Անի թաղամասում, որը կյանքի կկոչվի եւ նախորդ կառավարության նիստի ընթացքում երկրի վարչապետը ասաց, որ պետական բյուջեից է պետք է գտնենք միջոցներ եւ հնարավորություններ, որպեսզի Գյումրու փողոցները վերականգնվեն։ Գյումրեցուն հարից չէ այս փողոցներով երթևեկել, քայլել, ապրել։ Ինչի համար։ Ինչի մարդիկ պետք է փոշու մեջ մնան, ինչը դա մեկի քմահաճույքն է։ Տիկին Բաղդասարյան, տեսեք, այդ հակասությունները ոչ միայն թիմի եւ կառավարության մեջ են, այլ նաեւ մեր օրերում մենք տեսնում ենք 19 քաղաքական ուժերի միջև ինչպիսի լարված նախընտրական այսպես պայքար է գնում։ Այս կոնտեքստում ինչ կարող ենք արձանագրել, արդյոք հիմա այս պահին մենք ունենք առողջ բանավեճի պատկեր եւ եթե չունենք, դա որքանով է նպաստում, որպիսի ընտրողը պարզապես հիասթափվի ու չգնա ընտրության, պատճառաբանելով, որ սա պարզապես քաղաքական գզվորտոց է եւ որևէ մեկը այսպես չի կարողանում հստակ կողմնորոշվել։ Շնորհակալություն ձեր հարցի համար։ Սկզբի մի փոքր դիտարկմանը թույլ տվեք չհամաձայնել, որ ասում եք անհամաձայնություն է կենտրոնական եւ համայնքային իշխանությունների միջև։ Դա անհամաձայնություն չէ, լիազորությունները հստակ ամրագրված են օրենքով եւ տեղական իշխանությունները տեղական ինքնակառավարման մարմինների օրենքներով ունի պարտադիր լիազորություններ, որոնք չի կատարում։ Ես ավելին կարող եմ հուշել որոշ գործընկերների, որ օրինակ համայնքապետը սեփական լիազորությունների չկատարումը դա քրեական հոդված է եւ կարող է ընդհանրապես պատասխանատվության ենթարկվել։ Այժմ իմ կարգավիճակը որպես խոսնակ չի ներում հետևողական լինել այն հարցերին, որոնք կան, բայց ես ուզում եմ զգուշացնել եւ կանխորոշել այն աշխատանքը, որը առաջիկայում կսպասի ինձ որպես ընտրված падգամավորի եւ Գյումրու համայնքապետի տեղապահ են ասում, հա, իրեն, որովհետեւ ես հետևողական եմ լինելու եւ եթե համայնքի ղեկավարի տեղապահը իր լիազորությունները պատշաճ չկատարի, բնականաբար օրենքի առաջ պատասխան կտա, դա չկասկածեն։ Ինչ վերաբերում է հիմնականում այն 19 դերակատարներին, որոնք ուզում են երկրում պատասխանատվություն ստանձնեն, հա։ Ես ցավով պետք է նշեմ, որ ինչպես մեզ շատ քաղաքացիներ, բոլորին չեմ ճանաչում, կամ առնվազն մեծ մասին չեմ ճանաչում, չեմ լսել, չեմ տեսել, չգիտեմ ինչի մասին են, չգիտեմ ում կողմից են առաջադրվել, ում շահերն են սպասարկում եւ որն է դրա նպատակը։ Ես կարծում եմ, որ քաղաքացիներն նախ եւ առաջ պետք է առաջնորդվեն քաղաքական ուժերի ծրագրերով, քաղաքական ուժերի առաջնորդների դերակատարությամբ, երբեմն էլ հայերենի իմացությամբ։
Շատ լավ, եւ երկրորդ հարցին ի պատասխան, արդյոք այդ հակասությունները մենք տեսնում ենք շատ մամուլում այնպիսի գրառումներ, որ անգամ վիրավորական են, սպառնալիքների բովանդակությամբ ենք տեսնում ինչ որ գրառումներ, սա ես կարծում եմ, որ նպաստում է, որպեսզի հասարակության մի ստվար զանգված ուղղակի հիասթափվի ու չգնա ընտրության։ Այո, ցավով պետք է արձանագրենք, որ հասարակության մեջ առկա է բևեռացում։ Եվ այդ բևեռացումը ցավոք սրտի մեր հանրության շահերից չի բխում, որովհետև կան անվանարկումներ, կան սպառնալիքներ, կա մեծ թվով կեղծ տեղեկատվություն եւ ցավոք սրտի սա ինչ որ կերպ նյարդայնացնող է։ Եվ եթե դուք հարցնեք հիմնականում քաղաքացիներից, իրենք շատ դեպքերում հոգնել են, զզվել են եւ նյարդայնացնում է լրահոսը անընդհատ։ Ցավոք սրտի այստեղ տուժում է բարեխիղճ լրագրությունը եւ բարեխիղճ լրատվամիջոցները, ովքեր պատասխանատու տեղեկատվություն են տարածում եւ ոչ թե օրինակ համացանցային բամբասանք։ Ես պետք է ցավով արձանագրեմ, որ այս խնդրին բախվում է ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ ամբողջ աշխարհը։ Եվ մասնավորապես գիտեք, վերջին շրջանում Հայաստանի դեմ ապատեղեկատվական արշավները եւ հիբրիդային սպառնալիքները ավելացել են եւ այստեղ ներդրված են կոնկրետ որոշակի գործիքակազմեր, որոնք օտարերկրյա հենք ունեն եւ օտարերկրյա մանիպուլյացիայի մի մաս են կազմում։ Ինչ նկատի ունեք ասելով օտարերկրյա Տիկին Բաղդասարյան, կոնկրետ ուղղությամբ։ Ցանկացած միջամտություն, որը Հայաստանի շահերին դեմ է, որը խաթարում է Հայաստանի ժողովրդավարական արժեքները, մեզ համար համարվում է օտարերկրյա մանիպուլյացիա, անկախ երկրի ծագումնաբանությունից։ Իսկ մենք նման մանիպուլատիվ արշավներ ունենք տարբեր երկրներից։ Այժմ գիտեք, աշխարհում շատ հեշտ է նստած լինես մեկ երկրում եւ դոմեյնը գրանցես մեկ այլ երկրից։ Սա է պատճառը, որ օրինակ շատ հաճախ անգլիալեզու, ֆրանսալեզու ինչ որ կայքեր են հայտնվում, բայց չգիտես ինչու ծագումնաբանությունը տալիս է լրիվ այլ երկիր։ Պարզվում է, որ օրինակ այդ տեղեկատվությունը տարածողները այլ երկրում բարձր պետական մրցանակների են արժանացրել։ Այնպես որ դոմեյնի գրանցումը այստեղ բնավ որևէ նշանակություն չունի։ Իսկ նման աշխարհագրությունը իսկապես մեծ է։ Դուք վերջին ժամանակներում բավականին ակտիվ նաև պաշտոնե խոսել եք ապատեղեկատվության տարածման, դրանց կանխարգելման միջոցների, ինչպես նաև գործիքակազմի ներդրման մասին, որով կարելի է ստուգել դա AI-ով պատրաստված տեսանյութ կամ կոնտենտ է կամ չգիտեմ որքանով է իրականությանը համապատասխանում տվյալ տեսաձայնագրությունը կամ չգիտեմ տեքստային կոնտենտը։ Այս առումով աշխատանքներն ինչ փուլում են, արդյոք Եվրամիության փորձագետների հետ այժմ շարունակվում է երկուստեք աշխատանք եւ արդյոք նույն Եվրամիության փորձագետների ներգրավվածությունը մեր ընտրական գործընթացների կազմակերպման հարցում նույն դրսի ներգործության ազդեցության հետ չի ասոցացվում։ Շատ շնորհակալ եմ հարցի համար։ Իրականում տեսեք, մեր համագործակցությունը բավականին լայն է եւ ոչ միայն Եվրամիության գործընկերների հետ, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներում այն բոլոր ընկերությունների, անձանց, երկրների հետ, որոնք ունեն որակյալ փորձ դիմակայություն ցուցաբերելու ապատեղեկատվության դեմ։ Դուք ճիշտ նկատեցիք, որ եւ որպես վարչապետի խոսնակ եւ որպես ապատեղեկատվության դեմ պայքարի պետական ընդհանուր արշավը համակարգող մարդ, ես վերջին շրջանում շատ ակտիվ շփումներ ունեմ գործընկերների հետ Մեծ Բրիտանիայից եւ Եվրամիության երկրներից եւ Միացյալ Նահանգներից։ Իդեպ Մարիա Զախարովան խոստացավ, որ պատրաստ են օգնելու Հայաստանին դիմակայելու ապատեղեկատվական արշավների դեմ։ Մենք դեռ սպասում ենք խոստումները, հուսանք, որ կյանքի կկոչեն։ Իսկ ես ձեր հարցը հիշեցի, հիշում եմ այդ հարցը ուղղել եք նաեւ Մարտակոսին Գյումրի այցի ժամանակ եւ Տիկին Կոսը պատասխանեց, որ իրենք առավելապես օգնում են քաղաքասարակությանը, ԶԼՄ-ներին սեփական կարողությունները զարգացնելու եւ ամրապնդելու այն գիտելիքները, որն ունեն։ Վստահ եմ նաեւ առաջիկա ինչ-որ դասընթացներում ձեր ներկայությունը կտեսնենք։ Մարտակոսը նաեւ շեշտեց, որ քանի որ գործընթացն ընթանում է կառավարության հետ համատեղ համագործակցությամբ, այդ իսկ պատճառով իրավիճակը չի կարելի համարել որպես արտաքին ներգործություն, այսինքն համագործակցությունը կառավարության հետ ավելի շատ քաղաքականության մասին է, քան ազդեցության։ Ինչպես դուք ճիշտ նկատեցիք, Տիկին Կոսի այցի ժամանակ նաև խոսվեց, որ մեծ օժանդակություն կա քաղաքասարակությունն ու հատկապես լրատվամիջոցներին։ Սա է նաև պատճառը, որ նկատել եք վերջին շրջանում բազմաթիվ լրագրողներ հետաքննություն են իրականացնում եւ լրագրողական փաստեր ստուգող հարթակներ ստեղծում։ Նաև վերջերս մի քանի լրատվամիջոց միացել են եւ pop-up փաստեր ստուգողների հարթակ են ստեղծել, որը իհարկե շատ օգնում է մեզ եւ ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Տիկին Բաղդասարյան, կարող ենք առանձնացնել այնպիսի դերակատարներ, ովքեր այս ընթացքում ձեզ մրցակից են, առհասարակ այս ընտրություններին տեսնում եք ուժեր, որոնք իսկապես մրցակից են ձեզ։
Գիտեք, ընտրապայքարը շատ յուրահատուկ գործընթաց է եւ 18 ուժերից յուրաքանչյուրը մեզ համար այս պահին մրցակից է, որովհետեւ ընտրելու է ժողովուրդը եւ եթե ժողովուրդը կընտրի մեզ, ուրեմն մենք ենք լավագույնը։ Եվ ձեր հորդորը ձեր ընտրողներին որը կլինի։ Ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի ուզում եմ, որ տեր կանգնի իր ձայնին, տեր կանգնի խաղաղությանը եւ իր խղճի, իր դավանանքի, իր համոզմունքների մտок հունիսի 7-ին գնա տեղամաս եւ կատարի ճիշտ ընտրություն։ Շնորհակալություն Տիկին Բաղդասարյան։ Իսկ ես մեր հեռուստադիտողներին եւ հետևորդներին հիշեցնեմ, որ հնարավորությունների սահմանում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եւ պատգամավորի տեխնացու Նազելի Բաղդասարյանի հետ։ Կհանդիպենք։